Ռուսաստանին առաջարկում են գործարք եւ այդ գործարքին հասնելու լավ ճանապարհ ու վատ ճանապարհ։ Ընդ որում այդ գործարքի մասը կազմում նաեւ ռուս-ուկրաինական շփման գծում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայումը 30,000-անոց, որը բավականին լուրջ անվտանգային երաշխիք է Ուկրաինայի համար, եւ որին մինչեւ այս պահը Ռուսաստանը համենայն դեպս չի համաձայնել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Թրամփի ադմինիստրացիան հայտարարում է, որ սա բաղադրիչներից մեկն է լինելու գործարքի, եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանից էլ հայտարարում են, որ իրենք որևէ պարագայում սրան չեն համաձայնվելու։ Ինչը մեզ բերում է, որ այն եզրահանգմանը առնվազն այս պահին, որ լավ ճանապարհը կարծես թե չի աշխատելու եւ գնալու են վատ ճանապարհով։ Վատ ճանապարհը իրենց գիտեք ինչ է ներկայացնում։ Եթե այս պայմանությամբ օրինակ սանկցիաները 10 հնարավորից 5 մակարդակի վրա են, ապա Թրամփի ադմինիստրացիան նախատեսում է 10 հնարավորից 9 բալանոց, այսպես ասենք, մակարդակի վրա բարձրացնել այդ սանկցիաները, վերացնել սահմանափակումները Ուկրաինային ուրեմն զինատեսակների մատակարարման գործում եւ դրանից հետո նորից Ռուսաստանին բերել բանակցությունների դաշտ նույն գործարքի տրամաբանության մեջ։